Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Քաղաքական կրքերին զուգահեռ արդարադատության նախարարն է հանդես եկել պարզաբանումներով նոր սահմանադրության վերաբերյալ, հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Սրփուհի Գալյանը, նա նշել է, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Անդրադառնալով հարցին, թե որոնք են լինելու էական փոփոխությունները, Գալյանը պատասխանել է. Սկզբունքային մակարդակում կարող եմ նկարագրել փոփոխությունները, դրանք կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների վրա։ Մենք նախ խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել ազգային ժողովի լիազորությունները, հետո նաև որոշում ունենք արդեն փոխելու ինչ-որ առումով ընտրությունների կարգը, առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից եւ դա թողնել երկրորդ ընտրություններին։ Գալյանը պարզաբանել է, որ խոսքը այս դեպքում երկրորդ փուլի մասին չէ, այլ երկրորդ ընտրությունների։ Երկրորդ փուլի իմաստը այն է, որ դրանց մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած ուժերը, իսկ երկրորդ ընտրության դեպքում բոլորը մասնակցելու հնարավորություն կունենան։ Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, եւ այս որոշման հիմքում այն գաղափարն է, որ մենք հնարավորինս խուսափենք ընտրական գործընթացների հավերժ շրջապատույտներից, պարզաբանել է նախարարը։ Խոսելով ազգային ժողովին ավելի լայն լիազորություններ տալու որոշման մասին, Գալյանը նշել է, որ Սահմանադրական հանձնաժողովի կողմից քննարկվել է հարցը կապված կառավարության անդամների ընտրության հետ։ Որոշում է կայացվել կառավարության անդամների եւ ընտրության եւ անվստահության հայտնելու գործընթացում ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տալ դերակատարում։ Նրա խոսքով այդ պարագայում, օրինակ, կառավարության անդամի թեկնածուի վերաբերյալ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն բաց նիստում հարցեր ուղղելով տվյալ թեկնածուին։ Նախարարը նաև նշել է, որ այս պահին սահմանադրությամբ չկա կարգավորում ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։ Նրա խոսքով դա եւս հարց է, որը քննարկվել է եւ որոշում է կայացվել ընդունել կարգավորում ազգային ժողովի ինքնալուծարման մասին։ Մենք վերահսկողությունը ուժեղացրել ենք ազգային ժողովի կողմից զինված ուժերի կիրառման դեպքերի հետ կապված։ Այսինքն ազգային ժողովը, եթե օրինակ զինված ուժերը որոշվելու է կիրառել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա դա իր համաձայնությունը դրա հետ։ Սրփուհի Գալյանը անդրադարձել է հարցին, թե արդյոք սահմանադրության ներածությունը կընդգրկվի նոր սահմանադրության մեջ, նշել, որ դեռ որոշում չունեն այն պարզ պատճառաբանությամբ, որ այն խորհրդի կողմից չի էլ քննարկվել։ Այնուամենայնիվ նա նշել է, որ ցանկացած փոփոխություն կապել Ադրբեջանի կողմից հնչեցված պահանջի հետ իմաստ չունի։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Թումասյան, մինչ անդրադառնալը ներքաղաքական խմորումներին, ես կխնդրեմ, որպեսզի մենք խոսենք նաև հերթով Մայրաթորի կողմից այլախոհ եկեղեցականներին, հոգևորականներին կարգալույծ անելու հարցի վերաբերյալ։ Նախ սրանով ինչ խնդիր է ձեզ լուծում Մայրաթորը եւ ի դեպ նշեմ, որ որոշակի տեղեկություններ են նաև շրջանառվում, հոգևոր խորհուրդը ժողով է իրականացնում, որը արդեն ավարտվելու է այսօր եւ ըստ տարատեսակ տեղեկությունների նաև որոշ եպիսկոպոսների հարց են ներառելու, նրանց եւս կարգալույծ անելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գուցե եպիսկոպոսներ, ովքեր հակված են կառավարության հետ որոշակի, այսպես ասած, բանակցությունների։ Համեցեք։ Այո, մենք ունենք տեղեկատվություն, որ կան համակարգի մեջ ուրեմն ներկա եպիսկոպոսներ, որոնք հասկանում են ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը եւ կոչ են անում կտրիչ Ներսիսյանին, որ երկխոսության գնա։ Կարծում եմ, որ դա ճիշտ կոչեր են, երկխոսություն կարա տեղի ունենա, բայց միայն մեկ հարցի շուրջ, դա կտրիչ Ներսիսյանի հեռացումն է եկեղեցուց եւ Իրանից ազատագրումը իր համակարգից նաեւ փոքրիկ խմբակից։ Այնինչ կտրիչ Ներսիսյանը հիմա անում է, նկատի ունեմ կարգալույծ հռչակելով արդար քահանաներին, որոնք
եկեղեցին են պաշտպանում իրականում եւ պետականանպաստ քաղաքականություն ունեն, դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ինքը այդտեղ ձևավորել է, ինչպես վարչապետը ասաց, իր եղբոր մասին, որ KGB-ի գործակալ է, այդպիսի տրամաբանությամբ ուրեմն համակարգ կառավարման մեր եկեղեցում, որի նպատակն է այո ստեղծել փոքրիկ խումբ, որը անմիջապես ենթարկվում է Կտրիչ Ներսյանին եւ իր ուրեմն այդ խմբակին։ Համարում եմ, որ սա սխալ քայլեր են իր կողմից, որովհետև հայկական պետությունը խիստ որոշում է կայացրել, որ պետք է ազատագրվի եկեղեցին օտարի ազդեցությունից եւ դրա միակ ճանապարհը դա Կտրիչ Ներսյանից ուրեմն եկեղեցին ազատագրելն է։ Իհարկե Կիրակի օրը այն, որ արդեն երկրորդ ազատագրված եկեղեցին կունենանք իդեմս ուրեմն Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու, որտեղ որ Տեր Թադեյ Քահանա Թախմազյանը պատարակ կմատուցի եւ վարչապետը մասնակցելու է, ես էլ անձամբ ինչպես Հովանավանքի դեպքում եկել եմ Թբիլիսից եւ մասնակցել եմ, հիմա էլ Կիրակի օրը գալու եւ մասնակցելու եմ եւ բոլորին կոչ եմ անում, որ բոլորս միասին մասնակցենք եւ կողք կանգնենք մեր արդար քահանաներին այն նպատակով, որ մեր եկեղեցու ազատագրումը շուտապույտ տեղի ունենա, որից հետո Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է դառնա հայ ազգի միավորման եւ մեր հոգեվոր կյանքի վերսկզբման կարեւորագույն հիմքը։ Շատ լավ, պարոն Թումանյան, բայց տեսեք, դուք նշում եք, որ կա խիստ որոշում պետության կողմից, որպեսզի եկեղեցին ազատագրվի օտարից եւ մայրաթորի կամ եկեղեցական վերնախավի կողմից մենք տեսնում ենք, որ այսպես ասած երկխոսության հատվածություն չի դրսևորվում, այլ հակառակը թիրախավորում են բոլոր այն հոգեվորականներին, ովքեր այլախոհ են, ովքեր չեն հետևում, այսպես ասած քաղաքական միևնույն գծին, ինչ այդ վերնախավը, այս դեպքում ինչու չի կայանում այդ երկխոսությունը, հա, ինչու է եկեղեցու վերնախավը ջանում իրավիճակը ավելի սրելու, այն կանխավարկածը մեր մտքում ունենալով, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդպես գրեթե ամենօրյա ռեժիմով, ինչ որ եկեղեցականների մասին սկանդալային հայտարարություններ են անում։ Որովհետև Կտրիչ Ներսյանին թույլ չեն տալի, որ ինքը լքի այդ պաշտոնը եւ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ իր մաֆիոզա-կլանական համակարգը, կոռուպցիոն համակարգը, գործակալական համակարգը պահելու միակ հնարավորությունը այդ պաշտոնում մնալը, իհարկե բարդ իրավիճակում է Կտրիչը գտնվում, դա փաստ է, բայց միևնույնն է, չպետք է կասկածի նրանում, որ հայկական պետությունը միջև վերջ է գնալու եւ ուրիշ տարբերակ բացի իր հեռացումից չկա, հասկանալի է, որ ինքը դա չի ուզում իր ցանկությունով անել, եթե իր ցանկությունով չի ուզում անել, ուրեմն պետությունը եւ ազգը կստիպի, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Իսկ ստիպելու մեխանիզմների մասին պարոն վարչապետը հստակ խոսել է, որ ազատագրումը, որը Հովանավանքում տեղի ունեցավ, որը հիմա Թալինում տեղի կունենա, կարծում եմ նաեւ Տավուշում դրանից հետո տեղի կունենա, ուրիշ բոլոր տեղերում եւ այդ ալիքը աճում է, քահանաները շատ ավելի համարձակ սկսում են խոսել եւ ազատվել Կտրիչ Ներսյանից, դա փաստացի գործընթաց է, արդեն այլ ոչ թե ուղղակի գնահատական, հասնելու է նրան, որ ազատագրվելու է մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ժողովուրդը սպասում է վարչապետի կոչին, իհարկե, գործընթացներին եւ դա պետք է տեղի ունենա շուտապույտ, որովհետեւ այս ստեղծված իրավիճակը վնաս է հասցնում մեր եկեղեցունից։ Մենք դա թույլ չենք կարող տալ, որ մեր եկեղեցին զավթած Ներսիսյանների ընտանիքը եւ իր գյուղի կլանը վնաս հասցնի մեր եկեղեցու ուրեմն այդ կարեւորագույն դերին եւ պատկերին։ Իսկ պարոն Թումանյան, եթե էլի հղվում ենք, օրինակ նույն վարչապետը նախորդային ճեպազրույցում հղվում էր նրան, որ հիմնական, այսպես ասած, նաև ինֆորմացիոն աղբյուրը դա նաև ժողովուրդն է, որը շատ բան գիտի, շատ բան տեսել է եւ տեսնում է, եւ այն բոլոր խոսակցությունները իհարկե, որը մեր հանրության մեջ տարածված են եւ ոչ հիմա էլ շատ վաղուց, ինձ հետաքրքիր է օրինակ ազատագրում կամ հեռացում ասելով նկատի ունենք, որ նույն օրինակ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է եւ դրանով բոլոր օրինակ հարցերը լուծվելու են թե ոչ, արդյոք այստեղ հոգևոր խորհուրդը
ինչ իրավիճակում է հայտնվելու, որովհետև այդ խորհուրդը բաղկացած է եպիսկոպոսներից, բարձրաստիճան հոգևորականներից, ովքեր համենայն դեպս մինչ այս պահը սատարում են Կտրիչ Ներսիսյանին, եւ հետո առաջանալու է արդյոք որոշակի պատասխանատվությունների հարց, եթե այդտեղ այդպիսի խնդիր լինի, թե չլինի, հա, դուք ինչպես եք պատկերացնում այդ ազատագրումը։ Կտրիչ Ներսիսյանը իրերը հավաքեց գնաց, վերջ ազատագրվեց, ամեն ինչ լավ է։ Պետք է ասել առաջերտին, որ ձուկը գլխից է փթում եւ խնդիրը մեր եկեղեցում անձամբ Կտրիչ Ներսիսյանից է սկսվում, բայց այո, չի ավարտվում Կտրիչ Ներսիսյանով։ Կտրիչ Ներսիսյանի գնալու մի քանի տարբերակ կա, մի տարբերակը դա ֆիզիկապես հայ ժողովրդի կողմից ազատագրելն է մայրաթորը, զուգահեռ դրա իհարկե ազգային անվտանգության ծառայությունը երբ այդ որոշումը լինի, կարող է քաղաքացի Կտրիչ Ներսիսյանին ձերբակալել եւ դրա շատ արդեն փաստեր կան, այդ թվում այդ հանրային ձայնագրությունը, որը Տեր Արամի դեպքում եւ այդպես կոչված Նաթան arczepiskopos-ի ուղղությամբ էլ նաեւ կա, նաեւ դա էլ է բավարար եւ ուրիշ շատ մասեր, որովհետեւ եթե սահմաններ կարմիր գծեր անցնեն, ապա թող չմոռանան, որ հասարակ քաղաքացիներ են եւ մենք քրեական օրենսգրում ունենք խոսքին պետական դավաճանություն հոդված, որը ներառում է օտար պետության ուսուցմամբ Հայաստանի անվտանգությանը եւ արտաքին անվտանգությանը, ինչպես նաեւ սուվերենությանը, ինքնիշխանությանը խնդիրներ ստեղծելու, իսկ այդպիսի խնդիրներ ստեղծվում են եւ հենց դրա մասին է խոսքը, ինչ վերաբերում է մնացած ուրեմն տեղի ունեցած այդտեղ գործընթացին, ապա դա իհարկե բոլոր քահանաները, նկատի ունեմ ամենաբարձր աստիճանից սկսած մինչեւ վերջ, ստուգում են անցնելու եւ անպայման պետք է անցնեն ստուգում, իրենց նվիրվածությունը պետք է ստուգվի միայն եւ միայն Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այո, կա այսպիսի կասկածներ, կան այսպիսի տվյալներ, փաստեր, որոնց մասին պարոն վարչապետը նաեւ խոսել է, եւ այդ ստուգումները ինքնիշխան Երևանը, որը վերջապես դարել է ինքնիշխան, նախկինում Երևանը ինքնիշխան գոյություն չուներ, հիմա ինքնիշխան, գիտեք, պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերի մեջ, բայց միևնույն ժամանակ, երբ օտար պետությունն է միջամտում հայկական եկեղեցու գործերի մեջ, հայկական պետությունը պետք է միջամտի, ազատագրի, մաքրի այդ ազդեցությունից եւ արդար քահանաների համար այդտեղ ծառայելու հնարավորություն ստեղծի, որոնք հոգևոր առումով կնվիրված կլինեն մեր եկեղեցուն, մեր ազգին, իսկ եկեղեցի ասելով ես հավատացյալ ժողովուրդը նկատի ունեմ, այլ ոչ թե տաճարները կամ ոչ թե համակարգը, այլ հավատացյալ ժողովուրդը առաջերտին եւ երկրորդը նվիրված կլինի միայն եւ միայն այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը քաղաքական առումով։ Ուստի իհարկե հայկական պատշաճ մարմինները նաեւ մեծ անելիք ունեն եւ ես կոչ եմ անում բոլոր այդ բարձր պաշտոնյաներին եւ տեսնում եմ, որ մի քանիսը իրանցից արդեն այդ դրսևորումը ճիշտ սկսել են առնվազն ձևափոխել, ինչքան շուտ, ինչքան ճիշտ դրսևորում ունենաք, դա ամեն ինչ հաշվի առնվելու, ինչքան ուշ կամ ինչքան սխալ դրսևորում ունենաք, ապա ձեր հանցագործությունների համար, որոնք տեղի են ունեցել, նկատի ունեմ ձեր նաև օտար պետությունների ծառայելու հարցը կամ ուրիշ ֆինանսական կոռուպցիոն եւ այլն շատ հարցեր կան, այդ ամեն ինչը հաշվի առնվելու հայկական պետության կողմից, որովհետեւ հայկական պետության հիմա խանգարել հայկական պետությանը ազատագրել հայկական եկեղեցին, դա արդեն լրջագույն, ուրեմն դուք ձեր դեմ խնդիր եք ստեղծում, որը ապագայում ձեզ կվերադառնա։ Շատ լավ, իսկ այդ համատեքստում օրինակ խորհրդանշական էր Վլադիմիր Պուտինի կողմից Կտրիչ Ներսիսյանի եղբորը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանին շքանշանով պարգևատրելը։ Ես կարծում եմ, որ այս որոշումը չէր կարող լինել այսպիսի շտաբ ձևաչափով եւ երևի ամիսներ առաջ է նույնիսկ տեղի ունեցել, որովհետեւ մի խումբ մարդկանց են շքանշաններ փոխանցել։ Խնդիրը նրանում է, որ նույն Կտրիչ Ներսիսյանը փորձում են եւ Եզրաս Ներսիսյանը, ինչպես վարչապետ ասաց, KGB-ին է ծառայել, իրանք փորձում են գտնել այսօրվա Ռուսաստանում, որտեղ որ KGB չկա, նոր մարդկանց, կառույցներ, որոնց կշարունակեն ծառայել եւ որոնք լոբիզմով կզբաղվեն ռուսական պետական համակարգում եւ նաեւ այդ շքանշանը դրա մասը պետք է ընկալել, որ փորձում են դրանով իբրև Ռուսաստանի հետ իրենց կապել։ Ես կարծում եմ սա վնասակար է։ Համ մեր եկեղեցու համար վնասակար է օտար պետությունից շքանշանները ստանալը, համ Ռուսաստանի համար է վնասակար, որովհետեւ
Եզրաստ Ներսիսյանին շքանշան փոխանցելը նշանակում է արժե զրկել ել ավելի հայ-ռուսական հարաբերությունները հայ ժողովրդի աչքերում, իսկ մենք Ռուսաստանին ուղիղ պետք է ասենք, առանց ժողովրդի աջակցությանը, որ մենք զարգացնենք հայ-ռուսական հարաբերությունները, մենք չենք կարող մեր ցանկությունով դա անել, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն է։ Ուստի կոչ եմ անում նաև ռուսաստանցի մեր գործընկերներին, որ այն մարդկանց, ում որ ժողովուրդը, հայ ժողովուրդը անընդունելի է համարում, թող այդ մարդկանց չօգնեն բախկվել Ռուսաստանի ուրեմն այդ իմիջի հետևում եւ Ռուսաստանը օգտագործել ինչպես միջոց, որ դրանից հետո խնդիրներ լինի հայ-ռուսական հարաբերությունների համար, որովհետեւ մեր նպատակն է զարգացնել այդ հարաբերությունները, բայց Կտրիչ Ներսիսյանը, իր փոքրիկ խմբակը, քաղաքացի Սամվել Կարապետյանը, ռուս օլիգարխը, մնացած այդ մաֆիոզա կլանական համակարգը, իրանք խոչընդոտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար։ Շատ լավ, նաև ներքաղաքական հարցեր քննարկենք, մասնավորապես արդեն իսկ տարբեր այսպես կոչված ընդդիմադիր շրջանակներ հայտարարություններով են հանդես գալիս, օրինակ նույն Միհրան Պողոսյանը, Յուր կուսակցությամբ եւ այլն, կոչ անելով բոլոր մնացած ընդդիմադիր ուժերին, որ 26 թվականի խորհրդանական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժին բոլորը միանան եւ այդպիսով կարողանան իշխանությանը հեռացնել եւ թույլ չտան, որպես նրանք վերընտրվեն։ Հա, կարծես թե սա հենց Գյումրիի սցենարի նկարագրությունն է, որը փորձելու են գործի դնել եւ այստեղ հարց է առաջանալու, որքանով կարող է լինել այդ հաջողության, այսպես ասենք, հավանականությունը, հաշվի առնելով, թե որքան նոր կուսակցություններ են ձևավորվել, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Ռուսաստանում Հայաստանի արդարադատությունից փախած տարբեր նախկին պաշտոնյաների, այդ թվում նույն Միլան Պողոսյանի անունը, որ ես տվեցի եւ այլն, հա, այսինքն նրանք իրոք կկարողանան այնքան բավարար աջակցություն ստանալ, որ միատե միավորվեն եւ տոկոսային առումով գերազանցեն այլ ուժերի։ Բոլոր դպրոցայինները գիտեն, որ ինչքան էլ 0 տարբեր չձևավորես կամ չբազմապատկես, 0-ն միևնույն է 0 է մնում։ Այս քաղաքական ուժերը ինչքան էլ տարբեր բրենդինգով չփորձեն մոտենալ, կլինի դա ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ուժը, կլինի Սերժ Սարգսյանի ուժը, թե առաջի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Արթուր Վանեցյանի, հիմա արդեն իրանց ձևով Սամվել Կարապետյանի, Արման Թաթոյանն է այդտեղ նույն այդ ուղղությունով մտա։ Իհարկե Դաշնակցությունը, իհարկե Էդմոն Մարուկյանի մենք տեսնում ենք իր նոյեմբերինով պահանջները եւ այլն 9-րդ կետի, իհարկե տեսնում ենք Կտրիչ Ներսիսյանը եւ իր այդ քաղաքական դաշտ մտնելու գործընթացը եւ ուրիշ սպասում ենք, որովհետեւ իրենք չեն պատկերացնում հիմա ոնց են փորձելու իշխանություն վերադարձնել եւ այս ամենը մեկ ուժի մասին է խոսքը։ Իրանք կառավարվում են մեկտեղից, իրանք այո ինչքան տոկոս էլ հավաքելու են, միավորելու են այդ տոկոսները, որ Հայաստանում ինքնիշխանությունը նորից օտարին հանձնեն եւ լոգիստիկ կապերի վրա հանձնեն Երևանից նորից օտարին կայսրական կենտրոնին Մոսկվային այդ իշխանությունը, իսկ Հայաստանում իրանք իրենց թալանը եւ սեփական բռնապետությունը ձևավորեն, որտեղ առանց կայսրական տրամաբանության չեն կարող դա անել։ Իհարկե դա չի ստացվի, որովհետեւ եւս մեկ անգամ ժողովուրդը իրանց չի աջակցում, տարբերություն չկա, ինչպիսի բրենդինգով իրանք կմոտենան, ինչպիսի ձևակերպում կստեղծեն, առհասարակ շուտապույտ այդ համակարգի հարցերը լուծվելու է։ Ես կոչ եմ անում մենք կոնցենտրացվենք նրա ինչ է մեր անելիքը։ Անելիքը Կտրիչ Ներսյանից եւ իր փոքրիկ խմբակից եկեղեցին ազատագրելն է։ Անելիքը կոնկրետ վերաբերվում է Դաշնակցությանը, որը ամբողջ Սփյուռքում գրավել է, կարելի է ասել, համայնքային այդ դերը եւ դա լուրջ խնդիր է ստեղծում, որտեղ լոբիստական Հայաստանը նպատակ քաղաքականության փոխարեն դաշնական նպատակ քաղաքականություն է Դաշնակցությունը վարում, Հայաստանի իշխանությունների եւ քաղաքականության դեմ քաղաքականություն բոլոր ուրեմն Սփյուռքի այդ համայնքներում, բացի դրանից ես հստակ եմ ասում, պետք է սահմանափակվի ֆինանսական ռեսուրսների օգտագործումը ընտրություններում, դա իրանց ձևով այդ շարժմանն է վերաբերվում, որովհետև իրանք կաշառելու են քաղաքացիներին եւ դրա արդեն փորձ եղել է, քննչական կոմիտեն ձերբակալել է առնվազն 1 հոգի այդ գործով։ Զուգահեռ դրա պետք է անպայման ընդունվի օրենք կեղծ տեղեկատվությունների մասին, որտեղ ես տեսնում եմ, որ հայկական պետության եւ ժողովրդի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այդ թվում fake news-երը, կեղծ տեղեկատվությունը դարել է դրա հիմքը։
կոմպլեքսային այս մոտեցումով մենք կարողանալու ենք Հայաստանում ամրապնդել ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունը, դրա մաս է նաեւ այն, որ ես կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր արևմտամետ հայամետ ուժերին միավորվեն եւ իրոք ընդդիմություն ձևավորեն, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ իշխանությունի զուգահեռ միայն գործակալներ լինեն ընդդիմությունում, օտարի շահերը սպասարկող, դա շատ կարեւոր մաս է այս գործընթացի եւ համոզված եմ, որ մենք հունիսի ընտրություններում կարողանալու ենք հասնել այնպիսի հաղթանակի, որը հայկական պետության ինքնիշխանության եւ խաղաղության ուրեմն ամրապնդման հիմք կդառնա եւ դա շատ կարեւոր է մեր բոլորի համար։ Դուք նշեցիք մի քանի հարցեր կարևոր, որոնք պետք է իրականացվի նույն ֆինանսական ռեսուրսների թափանցիկություն, վերահսկելիություն, տեղեկատվական վերահսկող, այսինքն մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության, հա, բայց այդպիսի դեռևս նախաձեռնություններ չկան, ընտրություններին էլ բան չի մնացել, հա, այսինքն այստեղ օրինակ եթե նայենք տարբեր երկրների փորձերով, խոսքը ոչ միայն մեր ներքին ֆինանսական հոսքերի մասին, այլ նաև օտարերկրյա հոսքերի մասին, որոնք էլի եւս կարծես թե այդպես մեծ թափանցիկությամբ եւ կառավարելիությամբ աչքի չեն ընկնում։ Այո, բայց մենք ժամանակ ունենք մինչև ընտրություններ եւ ես կոչ եմ անում ազգային ժողովին, ազգային անվտանգության ծառայությանը, արտաքին հետախուզության ծառայությանը, բոլոր պատշաճ մարմիններին, քննչական կոմիտեին, որ շատ ակտիվորեն զբաղվեն այս հարցերով, նկատի ունեմ ինչպես օրենսդրական հիմքեր պատրաստելու հարցերին, այդպես էլ արդեն արկա օրենսդրական հիմքի վրա այդ ուրեմն իրավական մեխանիզմները կիրառելու ուղղությամբ, որ սահմանափակվի օտար միջամտումը ինչպես ֆինանսական, այդպես էլ տեղեկատվական, դա շատ կարևոր է, ես ակնկալում եմ, որ ընտրությունների համար լինելու են դիվերսիաներ հայ ժողովրդի դեմ, նկատի ունեմ նաև տեղեկատվական դիվերսիա, նաև ֆինանսական լուրջ ազդեցության հիմք ստեղծելու, ինչպես նաև արտաքին ուղղակի մասնակցություն, այդ թվում ֆիզիկական կարող է շատ լուրջ հոսքեր լինել, խոսքին Ռուսաստանից հայ էթնիկ հայերի, որոնց ստիպեն մասնակցեն ընտրություններում, բացի դրանից պետք է շատ ակտիվ հետևել նրան, որ այն բիզնեսները, գործարանները, որոնք այս մարդիկ պետությունից գողացել են եւ մենք գիտենք դրա մասին, իրանց կոռուպցիոն հետևանքներում իրանք ունեն այս բիզնեսները, այդտեղի աշխատող մարդկանց, որ չկարողանան ստիպել ընտրություններում մասնակցել եւ կաշառել նույնիսկ, որ իրենք քվեարկեն, ստիպել ինչ որ ուղղությունով քվեարկել, կոմպլեքսային գործընթաց է, գործակալների հարցը լուծելու եւ մենք ունենք 6 ամիս, որ այս հարցերը լուծենք եւ ընտրություններով վերջնակետ դնենք այս հարցում եւ դրանից հետո արդեն շարժվենք լրիվ ուրիշ օրակարգով, որովհետեւ հայկական պետության գլխավոր օրակարգը պետք է լինի արդեն հզոր տնտեսություն ձևավորելը, հզոր բանակ եւ անվտանգային համակարգ ձևավորելը, բաց լոգիստիկ կապերի դեպքում հակահետախուզական գործողությունները, ինչպես նաեւ սահմանի վերահսկողության, առհասարակ պետական անվտանգության ապահովման հարցերը դառնում են առհասարակ այնքան կարեւոր, որ այդ դեպքում հայկական պետությունը ժամանակ չի ունենալու այս գործակալներով 5-րդ չարաշունով զբաղվելու, ուստի մենք պետք է կարողանանք հունիս ամսին արդեն ավարտենք այս բոլոր հարցերը։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանն էր։